Բարև ձեզ։ Ասում են տաղանդը ոչ միայն պարգև է, այլև երբեմն դատավճիռ։ Հատկապես այն հասարակություններում, որտեղ սովոր են տաղանդը հանճարը մեծարել երբեմն ետ մահու միայն։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք երկու կանանց, ով մեկը փորձել է թղթի վրա, իսկ մյուսը բեմում վերակենդանացնել Էլվինա Մակարյանի էներգիան, նրա պայքարը, նրա տաղանդը, մի խոսքով վերակենդանացնել Էլվինա Մակարյան կենդանի հուշը։ Մեր տաղավարում է ներկայացման սցենարի հեղինակ, լրագրող, Էլվինայի մտերիմ ընկերուհի Ռուզան Մինասյանը եւ երգչուհի դերասանուհի Իլոնա Սագիևան, ով բեմում ոչ թե ուղղակի մարմնավորել է, այլ ապրել է Էլվինա Մակարյանի կյանքը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար եւ սա ասում եմ այն պարզ պատճառով, որ հաճախ չէ, որ հարցազրույցի եք մասնակցում։ Այո, ճիշտ եք նկատել, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Չեմ սիրում հարցազրույցներ տալ, երևի պատճառը դա է։ Այսօր Ռուզանը ինձ կփրկի։ Ռուզան, դուք իսկապես առաջին դեմքից կարող եք պատմել, թե ինչպիսին է եղել Էլվինա Մակարյանը։ Այսօր մենք ինչ-որ բաներ կարող ենք ուղղակի ենթադրել, զգալ նրա տեսագրություններից, ձայնագրություններից, ինչպիսին էր ինքը ընկերության մեջ։ Սկսել խոսքը նրանից, թե ինչպես ծնվեց բեմական այս ներկայացում, ինչպես ներգրավեցի ես որպես սցենարիստ։ Ինձ դիմել են Իլոնա Սագիևան, որը նույնպես դիմել էր ռեժիսոր Արտուր Սահակյանին, եւ երկուսով դիմեցին, որպիսի 90-ականներին ես մինչ իր Ամերիկա վերջնական գնալը իմ լավագույն ընկերներից մեկը նա դարձավ իմ մի հրապարակումից հետո, երբ լռության մեծ աղմուկը, երբ նրա շուրջը ստեղծվել էր անառողջ մթնոլորտ եւ ինքը պարզապես ցանկանում էր խոսել։ Այդ հրապարակումից հետո, որը տպագրվեց Ավանգարդում, քանի որ ես այն ժամանակ Ավանգարդում էի աշխատում, սկսվեց մեծ մտերմություն։ Այնպիսի մի վիճակ էր, որ ինքը կարծես այդ ժամանակ փորձում էր պաշտպանություն գտնել, անվերջ նրա շուրջ անառողջ մթնոլորտ պայմանավորված էր նրան բեմ չտալու, նրան ռադիոյում ստեղծված իրավիճակով, երբ նույնիսկ ներկայացման մեջ այդ հատվածը կա, երբ նրան իսկապես տնային կալանք էին, ասես իր իսկ խոսքերով, տնային կալանք էին տվել եւ ասում էին դու մի արի, բայց մենք քեզ գումարը կտանք։ Ուրեմն դուք որպես լրագրող հավանաբար հետաքրքրված կլինեք մինչև վերջ, որն էր պատճառը բացի փաստը արձանագրելուց։ Էլվինան ինքը ուղղախոս, ճշմարտախոս մեկն էր, որը տանել չէր կարում անտաղանդներին։ Ինքը այդ անպայմանորեն ցույց էր տալիս։ Նա չէր հանդուրժում քծնանքը, նա չէր հանդուրժում ոչ ճշմարիտ արարքները, նա չէր հանդուրժում այն, որ մարդիկ կարող են հեշտությամբ բարձրանալ, բեմել, բայց փոխարենը, երբ ինքը ցանկություն ունի անվերջ ստեղծագործական արարումների մեջ է, ինքն անտեսվում է։ Իր ամեն մի դուրս գալը, նույնիսկ փողոց, ես կարող եմ ասել, արդեն իսկ հետաքրքիր մի իրավիճակ էր, որտեղ այդ ժամանակ կային իմ տպավորմամբ 3 հոգի էին, որ դուրս էին գալիս փողոց եւ անպայմանորեն նրանց շուրջ ստեղծվում էր ինչ-որ հետաքրքիր վիճակ, դա Հովհաննես Շիրազն էր, դա բանաստեղծուհի Մետաքսեն էր եւ դա ինքն էր։ Իմ մտերիմներից, որոնց ես ճանաչել եմ, առնչվել եմ, նրանց շուրջ ժողովուրդը շատ հետաքրքիր էր մոտեցումները, նա ժողովրդական մարդ էր իրեն համարում, շփվում էր հենց այդ բացախոսության պատճառով, ինքը կարողանում էր շփվել ժողովրդի հետ, բայց միևնույն ժամանակ ինչպես ընդունված է ստեղծագործական միություններում, ստեղծագործական աշխարհում, միևնույն ժամանակ այդ ժողովրդականությունը կարծես դիտվում էր այտենց հասարակացում եւ դա չէր ընդունվում, կար էլիտան, հայ, այսպես կոչված բարձրաշխարհիկ կոմունիստական կուսակցության, ասենք, սիրելի դերասանուհիներ, երգիչներ եւ կային մարդիկ, որոնք իսկապես արժան էին գնահատանքի եւ անտեսվում էին, որովհետեւ ես հիշում եմ, որ 90-ականներին, երբ եղավ մի պահ, որ
համերգ պետք է կազմակերպվեր մարզահամերգային համալիրում այնպիսի վիճակ էր, որ մենք անգամ Զավեն Հարությունյանի հետ միասին, որը մեծ առումով ձեռք շատ է մեկնել Էլվինային եւ գնահատում էր Էլվինային, դժվարությամբ էր այդ համերգի տոմսերը իրացվում, դժվարությամբ էին կարողանում ասել, որ Էլվինան ինչ երկացանք պիտի կատարի, այդպիսին էր իրավիճակը։ Եվ նաև նայենք այդ 90-ականները, որի ժամանակ Էլվինան կարծես ազատություն ստացավ, շնչառություն ստացավ, ինքը ուրախացել է, որ արդեն կարողանում է մասնավոր երաժշտական ընկերությունների միջոցով ձայներիզներ արդեն թողարկել, ինքը պատկերացնում էր, որ այն ինչ որ իրեն ժամանակին արգելվել է կամ թույլ չեն տվել, ասելով ցածրորակ ես երկը սա չի կարող մրցության ենթարկվել կամ քո նման տաղանդավոր մարդ ես ինչ Երևանյան շարքը նկատի ունեմ, այս ինչեր ստեղծում եւ այլն, ինքը արդեն ոնց որ իր շնչառությունը բացվել էր եւ ինքը լավատեսորեն էր արդեն տրամադրվել, որ կարող է ինքնադրսևորվի եւ հաջողությունների հասնի։ Իվոնա, երևի թե միամիտ կլինի մտածել, որ ոչ մի ներքին կապ չեք զգացել երգչուհու հետ, թեև հասկանալի է, որ անձամբ ծանոթ չեք եղել։ Ինչն է ստիպել ձեզ անդրադառնալ այդ կերպարին երգչուհուն եւ առավել եւս դիմել սցենարի ստեղծման առիթով։ Գիտեք, հետաքրքիր մի ասենց, չգիտեմ, աֆորիզմ կամ խոսք կա, ինչ նախատեսված է, լինելու է։ Ես Էլվինա Մակարյանի կերպարի հետ դեռ ծանոթացել եմ փոքրուց, 14 տարեկանում, երբ որ մետրո թատրոնում ստուդիայում, մանկական ստուդիայում, այդ ողոքի կերպարում մարմնավորում էի ողոքի կերպարը, Էլվինայի ձայնագրության ներքո, իմ ձայնը իդեպ շատեր են ասում, ինչի է այսպեսին, փոքրուց է այսպես եղել, ու հետաքրքիր է, որ երբեք չեմ ծխել, հիմա ծխելու հետ կապված նորից պատմություն կպատմեմ ներկայացման համար, որ պետք եկավ, ու չարեցինք իհարկե դա, որովհետև ծխել չեմ կարողանում։ Էլվինայի ձայնի հետ ծանոթացել եմ 14 տարեկանից ու ճակատագրական ինքը սենց հետևել է ինձ, ու էլի ինչ լինում էր պիտի լիներ, հետաքրքիր է, շատերի խոսքերով, մտերիմ մարդկանց խոսքերով, ձայնով, կերպարով միգուցե մի քիչ նման եմ, չեմ ուզում ժխտեմ նաև ինչ որ չափով բնավորության գծերով էլ, ու ինչքան որ ես Ռուզանից տեղեկանում եմ, իր համար ու ճակատային ճշտախոս լինելը Ռուզանը երևի կհաստատի իմ տեսակով, նաև այդտեղ ենք նման, հետևաբար այս զուգադիպությունը պիտի միտեղ ավարտվեր ու ավարտվեց սենց հանճարեղ ներկայացումով, որը ինչ որտեղ կհամարեմ հետագայում, եթե ունենամ շատ դերեր, որի մասին ես շատ երազում եմ, ինքը դարձավ ոնց որ սենց այցեքարտ ինչ որտեղ մի փոքրիկ դրվագ պատմեմ փորձերի ընթացքում, երբ որ Արտուրը իմացավ, որ ես ծխել չգիտեմ, ասեց ոնց։ Բա ոնց ենք անելու առանց ծխախոտի, որովհետև Էլվինան անդադար սիրում էր ծխել։ Ասի դե կսովորացնես կծխեմ։ Հիմա սիգարետը վերցեցի, ամեն անգամ այդ ծուխը իբր սենց քաշելուց հազում էի, ասի չէ, սենց չի լինի։ Ասեց լավ, մի բան կքողարկենք, չես ծխի։ Ասել թե սենց ծխեցիր, բոլորը կհասկանան, որ դու չես ծխում, դա ուրեմն կքողարկենք իբր տենց, հետո փրկվեց այն բանով, որ փակ տարածության մեջ ծխելն արգելված է, անգամ թատրոնում, ու տենց ոնց որ արդարացվեց ու տենց փակվեց այդ թեման, ու ես էլ փրկվեցի չծխելուց, որովհետև չեմ սիրում ծխել։ Ձայնի մասին պետք է անպայման հարցնեի, փաստորեն իծն է, չեք նմանակում, չեք ընդօրինակում, պարզապես երգում եք եւ ստացվում է նման Էլվինա Մակարյանի։ Նայեք, Էլվինա երգելու համար ես կարող եմ բարձրաձայն ասել, ձայն պետք չի։ Ավելի շատ հոգեվիճակ է պետք։ Իհարկե իմ ձայնը երկուսը մեկում, սենց ասած ավելի օգնում է, որպեսզի այդ հոգեվիճակը համոզիչ ձևով մատուցեմ։ Ես ավելի շատ կասեի իրան կատարելու համար հոգեվիճակա պետք, հավատացնում եմ անգամ բարակ ձայն, մի քիչ սենց թավ ձայն չունենալով հանդերձ հնարավոր է մատուցել։ Բայց այդ ժամանակ ավելորդ ջանք է պետք գործադրել այդ խրպոտությունը ստանալու համար։ Չէ, խրպոտություն պետք չի ստանալ հոգեվիճակը ճիշտ մատուցելու համար։ Կարելի է ոչ թավ ձայնով էլ մատուցել, եթե համոզիչ ես։ Շատ ջանք չեմ գործադրում, անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում նմանացնեմ։ 10 տարի առաջ, երբ որ ես Գաֆեսչյան արվեստի կենտրոնում Էլվինա Մակարյանի նվիրված առաջի համերգը ունեցա, այնտեղ ես ճիշտ ասած բեմից հայտարարեցի, որ շատ երգեր մտածված նմանեցնելու եմ, մտածված ինչու, որովհետև նպատակս նա էր, որ եթե կարողանամ որպես, չգիտեմ, խողովակ հանդիսանամ մարդկանց
վերհիշացնելու իր կերպարը, եթե ինձ մոտ հաջողվի, ուրեմն ես կհամարեմ, որ համերգը իզուր չի անցել, բայց հիմա մտածված իրան չեմ նման ասում, արդեն ոնց որ շատերը ֆիքսում են, որ ինչքան էլ ուզենաս Էլվինա չես դառնա, նպատակ չունեմ Էլվինա դառնալու, որովհետև ինքը հանճար էր ինձ համար։ Ուղղակի այսպիսի ձայնով, այսպիսի արտաքինով ծնվել եմ, հիմա եթե վաղը հետաքրքիր ռեժիսորներ կլինեն, արտաքինս փոխելու, հետաքրքիր ուրիշ կերպարում մատուցելու, ես վստահ եմ հաստատ կկարողանամ նորից համոզիչ կերպարանափոխել ու շեղել այս կերպարը։ Իհարկե, առաջիկա ծրագրերի մասին մենք անպայման կխոսենք, բայց այսօր կարծես մենք հավաքվել ենք այստեղ խոսելու եւ բացահայտելու այն չբացահայտված եւ կուլիսներից այն կողմ մնացած Էլվինա Մակարյանի կերպարը։ Եվ իհարկե ներկայացման մասին ենք խոսելու։ Բայց մի երևույթի ուզում եմ անդրադառնալ, Ռուզան, դուք նշեցիք, որ շատ դռներ են փակվել իր բնավորության գուցե պատճառով ճշմարտախոս լինելու հանգամանքից ելնելով, եթե չեմ սխալվում, ֆրանսիացի դրամատուրգ Ժուլ Ռենարն է ասել, որ փորձեք մի պահ պատկերացնել, որ այսինչը մահացել է եւ կտեսնեք որքան նա տաղանդավոր էր։ Եթե չեմ սխալվում, հենց Էլվինա Մակարյանն էլ նման մի մարգարեական միտք է ասել ձեզ, որ եթե ես կյանքից հեռանամ, շատ ավելի կմեծարվեմ։ Որն է մեր հասարակության եւ ընդհանրապես կարող ենք ասել, որ սա միայն մեզ է բնորոշ, միթե սա բարդույթ է մեծարել մարդուն կյանքի օրոք, ինչու՞մն է խնդիրը, ինչու հանճարները շատ անգամ ունենում են շատ դժվար, ճակատագիր, ինչ որտեղ նաեւ ողբերգական։ 94 թվականին հարցազրույց էի վերցրել եւ այնտեղ ինքը այդ հարցազրույցում, որը մինչեւ օրս պահպանվել է, այնտեղ ինքը ասում էր, ես պիտի մեռնեմ, որ հայ ֆիլմի մասին եւ հայ ֆիլմը շարժվի։ Ինքը երազում էր, որ իր մասին ֆիլմ լինի եւ այդ կապակցությամբ էր հարցազրույցում ինքը այդ առումով ասեց, ընդհանրապես իր մուտքը, երաժշտական մուտքը, ինչը որ մենք թատրոնում ներկայացման մեջ ասում ենք, շատ բացառիկ է եղել, 13 տարեկանից ինքը ուշադրության կենտրոնում է եղել, անսպասելի տալիս ենք իր բոլոր հաջողությունները, իրենով իր մասին լավագույնս արտահայտվել են Բաբաջանյանը, Խաչատրյանը, Միրզոյանը, կոմպոզիտորներ, Ամիրխանյանը, բոլորը այդ ժամանակ իր մուտքը իսկապես եղել է ողջունելի, ինչև այն պահը, երբ ինքը արդեն սկսել էր 90-ականներ, երբ ազատագրական շարժումը սկսվեց Ղարաբաղյան, եւ այդ ընթացքում կարծես թե սկսեցին այն մարդիկ, որոնք իրանց աչքի առաջ էին, ինչպես հիմա է, չէ՞, մեր քար են նետում մարդկանց, որոնք որոշակի ավանդ ունեն արվեստի մշակութային ոլորտում, այդպես էլ կարծես արժեքների վերարժեքավորում էր լինում եւ եղավ մի շրջան, որ բոլորը մեկը հին էր համարվում, մեկը համարվում էր ոչ իրենց ցանկալի արվեստագետը։ Էլվինան այդ շրջանը, որը 90-ականներին շարժման շրջանն էր, ինքը իսկապես ազգայնական ցույց էր տալիս այդ ամենը։ Ինքը նաև քաղաքական մի բա եղավ, ես անվերջ մտածում եմ, ինչ քաղաքականացվեց այս աղջիկը, սրան ինչ պատահեց։ Ողջունելի չէր։ Ողջունելի էր ինքը, ողջունելի էր իհարկե, ես հիշում եմ, որ իրանց տանն էինք Շուշի ազատագրման լուրը երբ ստացավ, ինքը էլ դաշնամուրից իրեն պոկել հնարավոր չէր, անվերջ թղթերը վերցրեց, նստեց այդ ամենը, բայց կային նաև մարդիկ, որոնք իրենք պահպանողական էին իրենց էությամբ եւ մի տեսակ այդ ամենը խառնվեց նաև արվեստին։ Ինքը ստեղծեց արդեն ազատ ժողովրդական շարք, որը ընկալելի չէր։ Ինքն ասում էր, ես ամեն ժանրով կարող եմ իմ ցանկացած գործ, որ ես ստեղծում եմ, շեդևր են եւ այդ առումով խնդիր պիտի չառաջանար, բայց սկսեցին այդ ամբողջ քաղաքը այն ժամանակ, եթե հիշում եք Յարոջան, Երևանյան շարքներ եւ այլն, եւ նույնիսկ ես հիշում եմ, որ մենք գնացինք Կոմիտասի կոնսերվատորիայի դիմացի այն ժամանակվա բացօթյա սրճարանը, որտեղ բարձր միացրել էին իր այդ ձայներիզը եւ ինքը ամբուստացած ասել, ով է ձեզ իրավունք տվել իմ ձայներից այսպես փնտի մատուցել եւ այլն,
բա մենք տեղյակ չենք, սա կրկնօրինակվել է եւ այլն։ Այդ ամենը, այդ բախումները անվերջ լինում էր այդ ժամանակ։ Եվ մի տեսակ ինքը խեղճանում էր իր իրավունքները պաշտպանելու, ես ունեմ երկրորդ հրապարակումը Յարոջան, այդտեղ խոսք է գնում հենց այդ իրավունքների պաշտպանության, արվեստագետը, որը պիտի ստեղծագործի, բախվում է այդ իրականության մեջ, երբ որ ինքը սկսում է բախվել իրականությանը, իր իրավունքների, իր համար, այդ ժամանակ ինքը կարծես դառնում է մերժելի։ Երբ որ ինքը ստեղծագործում է, դռները բաց են, երբ որ ինքը մի փոքր շեղվում է եւ իր իրավունքներն է պաշտպանում, իր կարծիքն է հայտնում, իր սերը կամ չգիտեմ նվիրվածությունը, մեկ այլ իր մոտեցումները այլ երևույթների նկատմամբ հասարակական, այդ ժամանակ ինքը դառնում է անընդունելի, մերժելի։ Ինքը ընդգծված ցույց էր տալիս, որ Արցախյան շարժման լավագույն կողմնակիցներից մեկն էր։ Ինքը այն ժամանակ տարված էր Շիրազի պոեզիայով եւ Շիրազի բանաստեղծությունը ավերակ երգը հենց Շիրազի բառերով գրված երգներ։ Ինքը տարված էր Թումանյանով եւ Պարուսեվակով եւ ասում էր, որ առանց այս մեծերն են մեզ բերել, հասցրել մեր այս շարժմանը եւ ներկայացման մեջ այդ ուրեք տղաների կատարման ժամանակ հնչում է իր մոտեցումը տղաների նկատմամբ իր ակնածանքը, որ ինքը անverջ այդ ուր գնում էր այդ ժամանակ առաջինը, որ խնդրում էին դահլիճում այդ ուրեք տղաների երգներ։ Իլոնա, ասացիք, որ նմանություն եք գտնում ինչ որտեղ, նաև գուցե անցած ճանապարհի հանդիպած փակ դռների ինչու ոչ ներկայացման մեջ արդյոք կարելի ասել, որ ինչ որտեղ նաև ձեր մասնիկն եք ներդնում, որպեսզի ավելի համոզիչ լինի կերպարը։ Ասեմ ավելին, ներկայացումը հետաքրքիր ֆորմատով է ստեղծված, բիոգրաֆիայի հիման վրա Ռուզանա Հանճարեղ ձևով սցենարը ստեղծել է, Արտուր Սահակյանն էլ իհարկե շատ սիրուն, շատ հետաքրքիր լուծումներով, հուզիչ, հումորային եւ հուզիչ լուծումներով Հանճարեղ ձևով մատուցել է, ես ընդհանրապես կատարել եմ, ես ոչ միայն կասեմ, որ ինքը շատ նման է ինձ շատ հարցերում, ես կասեի, որ ցանկացած մարդ հայելու պես այս ներկայացման մեջ իր մասնիկը կարող է գտնել, որովհետև ինքը սենց բոլորիս սենց ասած ապրած կյանքը ինչ որ չափով նման է, փակված դռների հաշվով մերժված լինելու արվեստագետի պարագայում ավելի շատ է մի քիչ, մերժված լինելու, չլսված լինելու, այս ներկայացումը հայելու նման է, ցանկացած մարդ իր հատվածը տեսնելու է ներկայացման մեջ, ինքը այդքանով հետաքրքիր ու ունիկալ է ստացվել։ Մենք Սուսաննա մեկ հավելում անեմ, ուրեմն մենք ներկայացում, որ արդեն նախապատրաստում էինք, իդեպ անցյալ տարի էր 75-ամյակը, եւ քանի որ պետությունն էլ որևէ քայլ չէր արել Հավուր Պատշաճի իր ծննդյան հետ կապված, մենք դրա համար ներկայացումը անցյալ տարվանից է սկսվել 75-ամյակի եւ դեռ շարունակում ենք։ Ներկայացման, երբ որ նախապատրաստում էինք, մենք շատ հետաքրքիր լուծում էր գտել Արտուրը Սահակյան։ Դա այն էր, որ ինքը հրավիրում էր, նույն Իլոնան էլ անverջ հրավիրում էին Էլվինայի ընկերներին ներկայացման պրեմիերային ընկերներին եւ այդ սցենարը, որ ասում եմ, շատ ավելի այդ սցենարի մեջ լիքը փոփոխություններ է կատարվել, ինչի համար, որովհետեւ ընկերները գալիս էին, մեկը հուզվում էր, էս էր ավելացնում, մեկը այն էր ավելացնում, այդ դրվագը եղել է, որ ես փորձերին մասնակցել եմ, բայց եղել է, որ առանձին ընկերներն են մասնակցել, որոնք ամեն մեկը ինչ որ դետալ ավելացրել է եւ այս սցենարը կարելի ասել, որ իր նկատմամբ սիրող մարդկանց նաև ինչ ասեմ, փոքրիկ նաև կենթանի օրգանիզմի անընդհատ ինքը փոփոխման է ենթարկվում։ Դետալներ են ավելացվել հենց այդ կենսագրականի։ Դրա համար ամեն մեկը ոնց որ դարձավ սիրելի ներկայացումեն իմաստով, որ ամենքը ուզում էին Էլվինայի քանի որ կերպարի շուրջ էր, ամենքը փորձում էին ինչ որ մի տար ավելացնել, ինչ որ նախշ ավելացնել այդ ամենին, ինչը որ կարծում եմ հաջողեց։ Մի բան եմ ուզում կներեք, մի բան կարևոր բան ավելացնեմ 75-ամյակի հետ կապված։ Ինձ մի քանի հոգի գրեցին, սենց ճակատագրական պարտավորվածություն զգացի ու անկեղծ ասած մի կողմից վախեցա։ Մի քանի հոգի գրեցին, բա Էլվինա Մակարյանի 75-ամյակին ինչ եք պատրաստելու, համերգ ինչ որ մի բան չի լինելու։
ձեր կողմից ես sense ու այդ ընթացքում արդեն փորձերն էր գնում այս ներկայացումը օգոստոսի 16-ին Էլվինա Մակարյանի տարեդարձին 75-ամյակը sense հետաքրքիր ձևով ներկայացնելու ու ես եմ որ sense ասի մի րոպե ոնց էս ճակատագիրա լինելու հետո sense գալու է ու հասկացա որ նման հանճարեղ մարդուն այո չգիտեմ ներկայացման տեսքով համերգի տեսքով Ռուզանին մի անգամ Էլվինան ասելա միթե իմ երկերը չեն երկելու չգիտեմ վստահ եմ Էլվինան կլսի միանշանակ երկվելու է միանշանակ իր ասելիքը այն հանճարեղ երկերի որը դեռ շատ երկեր կան չերկված իր կողմից միշտ լսվելու են իմ կատարմամբ չգիտեմ կապ չունի ում կատարմամբ Ձեզանից հետո կարծում եմ ձեզանից հետո նկատում ձեր կատարումից հետո եւ այդ ներկայացումից շատ մարդիկ բացահայտած կլինեն Էլվինա Մակարյանին եւ գուցե երիտասարդ սերունդը ներառի երկացանկում նրա հանճարեղ երգերը չեմ ուզում սպոյլեր անենք բայց շատ իսկապես լուծումներից խոսեցիք իսկապես հետաքրքիր է գտնված այն թիվը չեմ կարող ասել քանի երգ է հնչում, բայց յուրաքանչյուր անգամ նույն դերասանուհին դուրս է գալիս նորովի։ Լինի դա հագուստ, լինի դա էմոցիա, լինի դա արագությունը նաև գումարած արագությունը 3-14 երգ հնչում է եւ մի քանի վայրկյանների ընթացքում դուրս է գալիս բեմահարթակ բացի նոր ոճի, նոր ժանրի, այլ ժանրի երգից, նաեւ նոր կերպար, սա ուղղակի, չգիտեմ, ընդհանրապես մոնո ներկայացումները 40-50 րոպե են լինում, սա տևում է 1 ժամ 40 րոպե, բայց մեկ շնչով է անցնում եւ այն ինչ որ հանդիսատեսը իր հետ վերցնում է դեռ երկար ժամանակ արձագանքում է եւ մտքերի տեսքով եւ ապրումների եւ մենք փորձեցինք բայց թերևս չգտանք դեռ պատասխանը թե ինչու է այդպես ինչու մարդը պետք է կյանքից հեռանա որպեսզի գնահատված լինի եւ արդյոք սա հայկական գնամերի արի սիրեմն է որը ցանկացած արվեստագետ իր օրում չի ապրում ես վստահ եմ որ հանճարները իրանց օրոք չեն գնահատվում դա մենակ Էլվինայի ոնց որ դեմքով չի շատ հանճարներ իրանց օրոք չեն գնահատվել ու այո պարադոքսա որը երևի գնահատվում է երբ որ միշտ են գնահատում երբ որ չի լինում Էլվինա Մակարյանի երգացանկում կա մի երգ որ առանձնահատուկ շատ եք սիրում թեև բոլորն էլ կատարում եք առանձնակի նվիրումով գիտեք ինչ հարց տվեցիք ոնց որ ասեք ձեր մատներից որ մեկը կկտրեք անկեղծ եմ ասում ինքը շատ երգեր ունի բայց իհարկե ավելի շատ սիրում եմ Նենգ Աշխարհը տեքստի համար հանճարեղ երգա ու իրան անասելի բարդ է կատարումը թե ձայնային տվյալներով թե ես իրան կատարել եմ այդ իրան նվիրված համերգին որ Գաֆեսչանում ունեցել եմ ինքը անասելի բարդ է ու ես շատ սիրում եմ ու չգիտեմ ամեն անգամ հուզվում եմ այդ տեքստը արտահասանելիս ու տխրում եմ որ ոչինչ չի փոխվում դուք լավ բան նշեցիք որ ինչի մենք մեր օրոք չեն գնահատվում չգիտեմ երևի պետքա դադարենք դրա մասին մտածելը ուղղակի գնահատենք այսինքն այդ ձեր ասած խոսքերը պիտի վերածենք գործողության երևի այդ ժամանակ կլինի թեև պաստառներից տեսնում ենք որ մեծարվում են մեր արվեստագետները բարեբախտաբար կենթանության օրոք դա եւ երաժիշտներն են եւ բալետի աշխարհի ներկայացուցիչներն են եւ երգիչները եւ դա չի կարող չուրախացնել գուցե ինչ որ մի բան փոխվում է փորձում ենք հասցնել գնահատել այդ մարդկանց բայց եւ քննության մասին եմ, պայմանական քննության մասին եմ ուզում խոսել, երևի թե երբ առաջին համերգը ներկայացումը ունկնդրել էր նրա եղբայրը եւ աղջիկը դուրսը այստեղ չի ունկնդրել, իրան վիդեոներով ուղարկել են ու Արմանի Աղաջանյան ասելով ասեց Իլոն ինքը որ նայեց, ասեց ոնց որ մայրս բեմում լինի Տիգրանը ամբողջ ներկայացումը գլուխը կախա, լսել ա ուղակի ու հետո ինձ հետ կիսվեց, ասեց դե մենք ընկերներ ենք շատ լավ ասեց Իլոն, եթե քեզ նայի կարողա չդիմանայի ու լացեի ամբողջ ներկայացումը, որտեվ սենց պարադոքսալնի նմանություն, չգիտեմ, ես միշտ եմ Էլվինայի հոգին, աուրան, չգիտեմ, իր էներգիան զգացել ներկայացման ժամանակ, երևի չափից շատ իրան մատուցելու նաև բաններ սենց։ Այսպիսի մի բան էլ կա, էլի, ցանկություններ։ Ես երբեք իմ առաջին սցենարն է, քանի որ ես շատ ավելի հայտնի եմ լրագրողական աշխարհում քան որ այդ քայլը պետք է անեիս դեպի սցենար եւ եթե Իլոնայի եւ հանգամանքը չլիներ ես երբեք չէի մոտենա այս թեմային ինչի որովհետեւ տարիների այսքան տարվա մեջ իմ շատ նեղ ընկերներ են իմացել որ
Մենք շատ ջերմ ընկերություն ենք արել եւ եթե Էլվինային նվիրված միջոցառումներ են եղել, այդ ժամանակ հրավիրել են, իսկ ընդհանրապես ես չեմ սիրել, ես միշտ վախեցել եմ իր անունը շահարկվելուց, ես միշտ դողացել եմ իր անվան հետ կապված, ինքը միշտ ասում էր գալի գկա ժամանակ այդ հարցազրույցում 94 թվականի, որը ես նաեւ Արմանին ուղարկեցի Աղաջանյան ամբողջությամբ գկա ժամանակ, որ իմ անունը կվերցնեն, կշահարկեն, ես դողում եմ, որ հանկարծ որևէ անփույթ մի փոշի չնստի իր հիշատակի վրա, որովհետև ինքը դրան արժանի չի, ես չեմ սիրում, որ շահարկվի, իսկ երբ Իլոնան համաձայնվեցի ոչ նրա համար, որ իմ շատ մտերիմներ եւ ամեն տարի հիշատակի հետաքրքիր միջոցառումներ անում այս կամ այն բանում, այլ նրա համար, որ ամբողջությամբ անverջ աշխատում է կերպարի համար, անverջ երկացանքը, անverջ ինքը մեկ երկով չի, Էլվինայի նվիրված միջոցառումներ են անում, մի հատ երկ իմացող անverջ ես նայում եմ ովքեր են, մի երկ գիտի, տարին 12 ամիս այդ Էլվինայի եթե նվիրված մի հատ միջոցառում է լինում, որ միայն այդ երկերը պիտի լինեն, այդ մի երկը անverջ կատարում վերջանում է, բայց իր մոտ հակառակն է, գնալով իր երկացանքը ավելանում է եւ Էլվինայի չկա այդ պատասխանատվությունը ինձ ստիպեց, որ ես մոտենամ այս իրանց առաջարկին։ Իդեպ ինձ թվում է դուք խառնվածքով տարբեր տեսակներ էիք։ Չի ասի տարբեր էինք, ես ուղղակի գնահատել գիտեի, ես իր հետ որ ծանոթացել եմ, առաջին հանդիպումն էլ էր հետաքրքիր, որ երբ դուրը բացեցի, բարև ձեզ, ես Ռուզանն եմ, ասեցի, ես սիրով եմ եկել Էլվինա ջան ձեր մոտ, ու ինքը դրանից ասեց Էլվինա, ասեց ու ոնց որ ուրախացա, որովհետև ասեց հետագայում ասում էր, երբ որ ինձ զանգում են ու ասում են Էլմիրա կամ Էվելինա կամ չգիտեմ ինչ, ես իսկապես զայրանում եմ, դա անհարգալից է, երբ գնում ես հարցազրույցի, ու ասենք մարդուն անունը սխալ ես ասում։ Ես հիմա ներկայացման ժամանակ գալիս են մեր արվեստագետները եւ ես ծանր եմ տա, ես միշտ հիշում եմ իր այդ խոսակցությունը, որ իսկապես ինքը հուզվում էր, ինքը միտում էր տեսնում, որ իր անունը սխալ է ասում, ներկայացում նայում վերջացնում ես Էլմիրա ես ասում, կարծիքը հայտնում ես Էլմիրայով, բայց Էլվինա իր անունը ինքը անվան համար դողում էր, Ամերիկայից երբ որ եկել էր, ինքը առաջին անգամ ասում էր ինձ առաջարկում են միայն իմ անունը լինի, այդ Յան ազգանունը հանվի, ու ես առաջ գնամ էլի։ Եվ ասում եմ ես չհամաձայնվեցի։ Եվ խոստացանք մեր ունկնդիրներին մի փոքր ծրագրերից խոսել առաջիկա, գիտեմ որ նաև Էդիթ Պիաֆի կերպարը մարմնավորելու առաջարկ ունեք, բայց երկմտում եք հանկարծ չնմանվի կամ նայեք, Էդիթ Պիաֆը ինչ որ չափով Էլվինան իրար sense նման են, ես չի ուզենա նույն կերպարը լինել, միգուցե ինչ որ փոքր դատարից հետո կանրադառնամ, բայց նման առաջարկ ունեցել եմ ու ամենահետաքրքիրն է, որ հենց ֆրանսերեն լեզվով ներկայացումը խաղամ, ոնց որ ասած դրսի շուկայի համար ու իհարկե հիմա մերժել եմ, որովհետև ֆրանսերեն եք երգում, ռուսերեն, հայերեն Հա, Էլվինայի պարագայում ինքը հայ հանդիսատեսի համար ավելի շատ նախատեսված, բայց դե Էդիթ Պիաֆին եթե անդրադառնանք, առաջարկեցին հենց տեքստը, то есть խոսալը, իր կյանքը եւ երգերը ամբողջությամբ ֆրանսերեն լինի։ Տիրապետում եք ֆրանսերեն։ Չէ, ֆրանսերեն չեմ տիրապետում, բայց ինչ երգում եմ, հասկանում եմ ինչի մասին եմ երգում։ Եվ ամենաառաջին երգը, որով Էլվինա Մակարյանը հայտնի դարձավ, կարծում եմ ձեր երգացանկում նույնպես առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Եթե չեմ սխալվում, Կոմիտասով հանդես եկավ։ Ну, առաջի երգը չի դա, բայց ինքը այդ երգով ոնց որ sense երաշտական դպրոց 73-74 թվականին ինքը շեշտում էր միշտ 73 թվականին, քանի որ Արարատը ֆուտբոլային ասում էր երկու հաղթանակ ա եղել, դա իմ երգելն էր, մեկ էլ Արարատ ֆուտբոլային թիմի հաղթանակը, բայց երբ որ նայում եմ տարբեր կենսագիրներ 74 են միշտ նշում, այդ երկի մասն էր խոսքը։ Հովանես Բադալյանի իհարկե առաջադրանքով, որպեսզի նա կատարի պատրաստի Կոմիտասից ինչ-որ ստեղծագործություն, կարող ենք խնդրել ձեզ, որպեսզի մի փոքր հատված հնչի։ Ներկայացումից փոքրիկ հատված sense կբացահայտեմ մարդկանց, մնացածը արդեն կգան, կդիտեն։
Ես գիշեր լուսնակ գիշեր վայ լե վայ Ձուն եկել գետին նախշել, ով է տեսել, սիրած յարը մորանա, ով մորանա, ջուխտ աչքերով կուրանա։ Շնորհակալություն։ Թերևս ամենակարևոր, հետաքրքիր եւ չբացահայտված կողմերը ներկայացման թողնենք հենց ներկայացումը դիտողներին, դա կլինի մայիսի 22-ին Երգի պետական թատրոնում։ Իսկապես ես առաջարկում եմ մեկ անգամ դիտել, քան երկար խոսել, որովհետև միևնույն է Էլվինա Մակարյան երևույթը, հանճարը դեռ չբացահայտված է։ Իսկ ձեր շնորհակալություն, որ այդ սցենարի եւ ներկայացման միջոցով ինչ որ փոքրիկ պատառիկներ հանդիսատեսին այնուամենայնիվ բացահայտվեցին, երևի թե առաջին անգամ իր կյանքից հեռանալուց հետո։ Մենք էլ ենք շնորհակալ, ուղղակի նաև նկատի առնենք այն, որ սցենարից դեռ շատ բաներ են դուրս մնացել, բայց որ եթե դեռ շատ բաներ դուրս են մնացել կապված այդ ժամանակային սահմանափակման հետ։ Իդեպ ես մտածում եմ, որ յուրաքանչյուր անգամ նորովի է խաղում։ Հնարավոր չէ։ Դե ամեն անգամ նոր ձևով հուզվում եմ ու գաղափար անգամ չունեմ ոնց է անցնելու այդ օրը։ Ու անգամ եղել է, որ մի քիչ փոքրիկ հատվածներ ինչ-որ տեքստ եմ մոռացել, չնայած Ռուզանը միշտ ներկայացմանը եղել է։ Ասում են ինքը այդքան չի զգացվել, իսկ նո անծանոթ մարդու համար էլ տենց շատ բայց բնականաբար ամեն անգամ հուզվում եմ, որովհետև սա թատրոն է ու ամեն անգամ հետաքրքիր է նոր հոգեվիճակով ներկայացնելը, նոր հուզմունքով, նոր ձևով, ամեն անգամ ինքը նոր ձևի է ստացվում։ Հին ձևով հնարավոր չի։ Ընդհանրապես շատ բան նոր է, որովհետև շատերը Իլոնային ընկալում էին որպես երգչուհի միայն, իսկ այսօր արդեն երգչուհի եւ դերասանուհի Իլոնա Սագիևը։ Ես թատրոնում աշխատել եմ 10-ից ավել տարի երաժշտական կամերային թատրոնում, չեմ ասի, որ շատ հեռու եմ եղել թատրոնից, թատերական կրթություն ցավոք չունեմ, բայց չափից շատ սիրում եմ թատրոնը ու մենակ շատ սիրել ու անսահման ցանկությունը ինձ թվում է անհնարին չի լինի ցանկացած մարդու համար ինչ գործով որ ինքը որ զբաղվի։ Եթե չեմ սխալվում Վահրամ Փափազյանն է, չէ, ասել ինչ որ մեկին նկատողություն, ասել ինչպես եք ինձ նկատողություն անում, չէ որ ես դիպլոմ ունեմ, դիպլոմավորված դերասան, ասել է դիպլոմը պետք է գրիմ անենք։ Շնորհակալություն ձեզ, որ ընդունեցիք հրավերը։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, այսօր հյուրընկալել էինք դերասանուհի, երգչուհի Իլոնա Սագիևան եւ լրագրող սցենարի հեղինակ, խոսքը Էլվինա Մակարյան չկայացած համերգ ներկայացման մասին է, Ռուզան Մինասյանն էր մեր հյուրը։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն եւ ամենայն բարիք։